Վենեսուելայի Միացյալ Նահանգների գործողություններից հետո երկիրն այլևս իրավունք չունի քննադատել Ռուսաստանին Ուկրաինայում գործողությունների համար, նման կարծիք է հայտնել լրագրող Թաքեր Կարլսոնը։ Սխալ է, որ Ռուսաստանի նման մեծ տերությունը պաշտպանվի, համաձայն այն կանոնների, որոնցով մենք այժմ գործում ենք, ոչ։ Դուք կարող եք ասել, ինձ դա դուր չի գալիս, բայց չեք կարող ասել, որ բացարձակապես սխալ է, խոստովանել է լրագրողը։ Կարլսոնը կարծում է, որ ԱՄՆ ներխուժել է Վենեսուելա նպատակ ունենալով կանխել նավթի մատակարարումները երկրից Չինաստան, սակայն հրաժարվում է ընդունել, քանզի ստիպված կլինի նաև ընդունել, որ Մոսկվայի գործողությունները հիմնավորված են օբյեկտիվ պատճառներով։ Քանի որ Ռուսաստանը սպառնալիք է զգում իր սահմանների մոտ եւ միջոցներ է ձեռնարկում պաշտպանվելու համար, եզրափակել է լրագրողը։ Եվրամիությունը Իրանում իրավիճակն օգտագործում է Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի պահանջներից ուշադրությունը շեղելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ձեզ չի թվում, որ Իրանում տիրող իրավիճակը ԵՏՄ պաշտոնյաների համար փրկություն է դարձել շեղելու իրենց բնակչության ուշադրությունը այն հանգամանքներից, որ իրենցից խլում են կղզին, նշել է դիվանագետը։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի կարծիքով հենց Գրենլանդիայի հարցը այժմ պետք է անհանգստացնի Եվրամիությանը, բայց դա տեղի չի ունենում։ Ֆրանսիան Գրենլանդիայում իր առաջին հյուպատոսությունը կբացի փետրվարի 6-ին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում է Politico-ն։ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով Գրենլանդիայի մայրաքաղաքն ու կոմ ֆրանսիական դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը քաղաքական ազդանշան է կղզին միացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների ֆոնին։ Պատճառը, որ Ուկրաինան ի վերջո հայտնվեց ռազմական պարտության շեմին, երկրի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու սխալ որոշումներն էին։ Նման եզրահանգման է եկել ԱՄՆ բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Դենիել Դևիսը։ Զելենսկին տարեստարի աղետալի որոշումներ էր կայացնում, որոնք ի վերջո երաշխավորում էին Ուկրաինայի ռազմական պարտությունը։ Դա պարզապես ցավալի է եւ վատ Ուկրաինայի համար։ Դա աղետ է կործանարար երկրի համար, նշել է փորձագետը։ Դևիսի խոսքով, սերունդներ կանցնեն, մինչև նրանք կկարողանան վերականգնվել պատերազմի ավարտից հետո։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադար հաստատելու արևմուտքի երկրների կոչերն ուղղված են Կիևին լրացուցիչ ժամանակ տրամադրելուն։ Երբ ասում են, որ բացի հրադադարից մնացած ամեն ինչ երկրորդական է, հասկանալի է, թե ինչի մասին է խոսքը։ Խոսքը այն մասին է, որ հերթական անգամ լրացուցիչ ժամանակ կորզվի, որպեսզի պահպանվի Կիևի ռեժիմը եւ նրա էությունը, ասել է դիվանագետը։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի ղեկավարն ընդգծել է, որ չնայած դրան Ռուսաստանը պատրաստ է բանակցել արևմտյան երկրների հետ։